Ինչ ես կարծում, Նելի, կմարսի Էրդողանը Ստամբուլի քաղաքապետի ձերբակալությունը։ Այս պահի դրությամբ կարող ենք ասել, որ մարսել է։ Որովհետև տեսեք, ճիշտ է, հանդիմությունը շարունակում է ցույցերը, ելույթները եւ այլն, բայց հատկապես միջազգային հանրության կողմից այս պահին զրո արձագանք է այդ բոլորի նկատմամբ։ Գիտեք, իմ կարծիքով կա յուրահատուկ պայմանավորվածություն, մասնավորապես Միացյալ Նահանգների եւ Թուրքիայի միջև, Էրդողանի միջև ավելի ճիշտ։ Էրդողանին ըստ էության թողնվել է, որպեսզի նա երկրի ներքին կյանքում ըստ էության իր դիրքերը ապահովի։ Եվ Էրդողանը ձեռնտու ֆիգուր է այսօրվա մերձավոր արևելյան այդ ամբողջ իրադարձությունների մեջ։ Եվ թե ինչ քաղաքական գործընթացներ են այնտեղ տեղի ունենում։ Դրա համար, չնայած որ Իմամօղլուն շատ ավելի մոտ կապեր ունի արևմտյան երկրների ամենատարբեր շրջանակների հետ, բայց փաստացի ձերբակալվեց Թրամփի եւ Էրդողանի խոսակցության հաջորդ օրը եւ թուրքական մամուլը միջև մայլ գրում է, որ ըստ էության ուրեմն եղել է համաձայնությունը Միացյալ Նահանգների։ Ինչ այլոց հետաքրքիր է, որ ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Օզգյուրը եւս իր մի շարք հարցազրույցներում, այդ թվում միջազգային ավելի ճիշտ BBC-ին տված հարցազրույցում հատկապես ուղիղ տեքստով մեղադրեց ամերիկյան վարչակազմին, որ ինքը Էրդողանին թույլ է տալիս, աջակցում է Էրդողանին, որպեսզի ներքաղաքական կյանքում, այսինքն այդպիսի պատկեր ստեղծվի։ Թե հետո ինչպիսի գործընթացներ տեղի կունենան, իմ կարծիքով կախված կլինեն մի քանի հանգամանքներից։ Նախ նշեմ, որ հստակ վերադասավորումների, այսպես ինչ-որ մի փուլ է տեղի ունենում Թուրքիայում առաջիկա ընտրություններին, то есть 2028 թվականի ընտրություններին, որոնք կարծես թե արտահերթ կլինեն դրան որպես ուրեմն նախապատրաստվելու համար եւ քրդական խնդիրներ հենց այս համատեքստում կարելի է ուրեմն տեղավորել նաեւ Եվ այս նախապատրաստումների համատեքստում ըստ էության կողմերը կփորձեն օգտագործել ոչ միայն ներքին լծակները, այլ նաև արտաքին։ Թե ինչպիսին կլինի արտաքին օգնությունը, որ կողմը ավելի շատ այս օգնությունը կստանա, ըստ էության առաջիկա իրադարձությունները ցույց կտան։ Նելի, վստահ եմ այդ դրվագը Ալբանիայում Հայաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի լիդերների ոտքի վրա հանդիպում ուշադրությունն էլ գրավեց։ Կարող ես ասել, ով էր այդ հանդիպման հեղինակը այդ երյակում։ Իրականում այդ փոքր կադրից չի երևում, թե հանդիպման հեղինակը ով էր, բայց այն ուրեմն տպավորությունը այն չի, որ Էրդողանը այնուամենայնիվ դոմինանտ այդպես վարքագիծ ունի։ Հետ այ ուզում ասել, այո, որ դիտարկելով այդ ժեստը եւ դիտարկելով, որ նաև Էրդողանի ըստ էության կերպարը, նրա քաղաքականությունը, ես կասեի Էրդողանը եւ ավելի շատ ոնց որ այսպես մեծավարի մեծ մարդը ինչպես կկանչի երկու ավելի երիտասարդներին խոսակցության ինձ վրա կոնկրետ այդպիսի տպավորություն թողեց եւ այո Թուրքիան այստեղ ցույց էր տալիս իր դոմինանտ վիճակը ավելի շատ Հայաստանի նկատմամբ եւ ինչ որ առումով որտեվ այդ հարաբերությունների կարգավորումը այնուամենայնիվ ես կարծում եմ որ շատ ուրեմն առումներով կախված է հենց Անկարայից եւ Ալիևի պահվածքի մեջ է շատ բաները պետք է հենց Անկարայում փնտրել։ Բայց կարևոր է հասկանալ, ինչ որ բան ուզում է անել Անկարան, թե ուզում է ձեռքի տակ պահել կոնֆլիկտը։ Ես կարծում եմ, այս պահին ուզում է ձեռքի տակ պահել։ Եթե ինքը ուզենա կոնկրետ քայլեր անի, կանի։ Որը որ չենք տեսնում մենք։ Եվ Նելի վերջինը Պակիստան-Հնդկաստան կոնֆլիկտում Թուրքիան եւ Ադրբեջանը հստակ վարքագիծ դրսևորեցին, որը հետո հետևանքներ է ունենում կարծես, հատկապես Ադրբեջանի ուղղությամբ լուրջ կլինեն այդ հետևանքները։ Գիտեք, շատ հետաքրքիր է, որ այդ կոնֆլիկտը բավականին այսպես մեծ ըստ էության աշխարհագրությունը
ընդլայնեց ոչ թե բուն կոնֆլիկտի իմաստով, այլ արձագանքների իմաստով, մասնավորապես երբ որ Թուրքիան եւ Ադրբեջանը, ես այստեղ ուղղակի կնշայի, որ Ադրբեջանը Թուրքիայի արտաքին քաղաքականության այսպես հետևից ուղղակի գնում է։ Եվ այս համատեքստում ուրեմն Թուրքիան փորձում է իր ակտիվությունը ցուցաբերել նաև այս տարածաշրջանում։ Պակիստանի հետ կապված իմ ջայլոց ուղղակի ասեմ, որ միայն Պակիստանը չէ, այս տարածաշրջանի մյուս մուսուլմանական հատվածներում էլ վերջին տարիներին Էրդողանը փորձում է անընդհատ ակտիվություն ցուցաբերել տարբեր առումներով, մասնավորապես տնտեսական առումները։ Եվ տեսեք, Հնդկաստանի կողմից եղավ հստակ պատասխան, ընդ որում պատասխանը ոչ միայն եղավ այն առումով, որ ըստ էության Թուրքիան փորձում է միջամտել եւ պաշտպանել ինչ-որ մի կողմի, ընդ որում Թուրքիան ուղարկեց դրոններ եւ էլի որոշ զինատեսակների մասին է խոսում, բայց փաստացի այդ բոլորը անհաջող եղավ, որովհետեւ ակնհայտորեն Հնդկաստանը գերակշռում է ռազմական ոլորտում մի քանի անգամ Պակիստանին եւ ըստ որոշ տեղեկությունների Պակիստանում տեղակայված բոլոր 11 կարևորագույն ռազմաբազաներ ուղղակի ոչնչացվել են, այդ թվում նաեւ թուրքական դրոններ պարունակող երկու ռազմաբազաները։ Եվ արդյունքը եղավ այն, որ Հնդկաստանը սկսեց ուղղակի բոյկոտել թուրքական ամեն ինչը։ Շատ օրինակ ինձ համար շատ անսպասելի էր հնդկական հասարակության վերաբերմունքը, որովհետև առաջին այսպես պահից, երբ որ Թուրքիայում իրենց դիրքորոշումը արտահայտեցին, բոլորը համատարած սկսեցին հրաժարվել այն տոմսերից, որոնք ձեռք էին բերել Թուրքիա գնալու, հանգստանալու համար։ Սա առաջին եւ շատ հետաքրքիր էր, որ հումանիտար ոլորտում կապերը դադարեցրեցին, այդ թվում օրինակ բոլոր հնդկական համալսարանները միանգամից դադարեցրել են համագործակցությունը թուրքական բոլոր բուհերի հետ, իսկ այնտեղ բավականին հետաքրքիր համագործակցություններ կային եւ անգամ հետաքրքիր կոնֆերանսներ էին կազմակերպվում ուրեմն միմյանց հետ։ Բայց ես էլի կնշեմ, որ այս իրավիճակում Թուրքիան ինքը չունի այդքան ոչ ինստիտուցիոնալ հնարավորություններ, ոչ ըստ էության ռազմական ու տնտեսական ներուժ, որպեսզի կարողանա Պակիստանին ինչ-որ ավելի մեծ աջակցություն ցույց տա։ Ես կդիտարկեմ դա այն համատեքստում, որ Թուրքիայի համար դա շատ լավ առիթ էր իր ռազմաարդյունաբերական արտադրանքը վաճառելու համար։